Երկրորդ կոչը, որ ասում եմ երիտասարդներին, սա իմ կոչանում ինձ ու քեզ։ Նրանք, ովքեր դժվարանում են ուրախ լինել, այսպիսի մի խոսք կա, ասում են նրանք հեշտ են վիրավորվում։ Նրանք, ովքեր շատ դժվարություն ունեն ուրախ լինելու հետ, չեն կարող ուրախ լինել, հանդարտ տխրում է։ Սա նշանակում է, որ այս մարդիկ խնդիր ունեն, շատ հեշտ են վիրավորում։ Նրանք, ովքեր հեշտ են վիրավորվում, նրանք միշտ դժվարություն ունեն ուրախության հետ։ Իրանց համար ուրախ լինելը դա շատ դժվար է։ Օրվա մեջ ուրախ են, քանի դեռ առաջի մարդուն չեն հանդիպել։ Երջանիկ են, քանի դեռ առաջի մարդուն զանգ չեն ստացել։ Երջանիկ է, մինչև առաջի կոմենտը իրանց հետ կապված շատ կարևոր է, լսի, շատ կարևոր է, թե քեզ ով է սիրում։ Համաձայն ես թե չէ։ Սա շատ կարևոր է, քեզ ով է սիրում։ Բայց դրա կողքի մի բան ասեմ, երբեմն կարևոր չի այդքան, թե քեզ ով չի սիրում։ Բայց շատ կարևոր է, այո, քեզ ով է սիրում։ Ինձ սիրում է Հիսուսը։ Ինձ սիրում են իմ կողքինները, իմ սիրը կարևոր են, այո, սիրներ։ Բայց եթե դու տեղ տաս անդադ վիրավորանքին, բիզնեսներ կա, որ կպարավալի, այնքան բան կփակվի քո կողքը, այնքան խառնաշփոթ կլինի քո կողքը, էլ ասելու չի։ Ես մի անգամ կարմիր գորգ փռեցի երիտասարդների համար, որպեսզի բոլորը մտնեն, եւ ասեցի, վերջ, դուք բոլորդ աստղ եք, հանգիստ խղճով նստեք։ Այսօր մոռացել ենք անենք։ Մարդկա հլը չի, չէ, դուք գլը պիտի տեսնեք նրան։ Գորգը մոռացել ենք այսօր փռենք, բայց դուք բոլորդ վերջն եք եւ դուք բոլորդ աստղ եք։ Երբեք չմտածես, որ հայլու դեմը խոնավ աչքերով կանգնում ես, ասում ես դու վերջն ես, դու դեմք ես։ Երբեք չմտածես, թե հպարտության ձայնն է, դա այն իրականությունն է, որ իրականում կա։ Դու իրականում վերջն ես, որտեվ դու սուտ չես ասում, քո նման այս աշխարհում չկա։ Համաձայն ես թե չէ։